Դուր պատուհան փակ են պահում բալահովիտում։ Սարերով շրջապատված այս գյուղում մի քանի տարի է թարմության փոխարեն գարշահոտն է տարածվում։ Առուն վերածվել է կոյուղատարի, խոզաբուծական ֆերմաներ կան այստեղ։ Կեղտաջրերն ու թափոնները լցվում են առու։ Ամբողջ գյուղի կոյուղին էստեղով է գնում։ Գոմաղ, այո, գոմաղ։ Իմ լվացքից հոտ է գալում։ Այն կողմից չես կարող լուսամուտ բացես հոտ է գալում։ Գյուղացիները տնից դուրս չեն կարողանում գալ։ Գարշահոտությունից սուր ալերգիա են ունենում երեխաները։ Սա դարել է այսպեսի մի հատ ճահիճ, գարշահոտ, բարձրանում ասենց արևը մի քիչ տաքացնում է, ինձ դուրս է գալի, ասենց ինքը ասենց վառում է, ինքը չեք պատկերացնի, ալերգիաները առաջանում, սրտ խառնոցներ մարդկանց մոտ։ Լինում են դեպքեր շատ են լինում, որ մարդիկ վատանում են։ Անձամբ իմ երեխաներս, երկու երեխաներս անցած տարի Աբովյան հիվանդանոցում երկուսն էլ սիստեմաների տակ է եղել, ալերգիայի դեմ բուժում են արել։ Սա խոլերիայի բուն է։ 100-ից ավելի ընտանիքների խնդիրը լուծելու համար նախորդ տարի ստորագրահավաք են արել ու ներկայացրել համայնքապետարան։ Բնակիչները վստահ են, իրենց դիմում բողոքները դարակի մի անկյունում դրված են։ Հիմա չենք կարող, մեծ գումարներ են պետք հարցը լուծելու համար, համայնքապետարանից ասել են գյուղացիներին։ Մենք ստորագրահավաք էլ արեցինք, ասեմ ձեզ, իդեպս դիմացի փողոցն էլ բոլորը տվել են ստորագրությունները։ Ասեցին կընթառաջենք, դեռ սպասում ենք։ Սանիպիտկայան զանգում ենք, սանիպիտկայանը եկավ նայեց, ասում է զանգեք վիոլաջրին, ասում ենք վիոլաջուրը իրանից ասում է ես չեմ, այն մյուսը ասում է ես չեմ, այն մյուսը։ Մենք չգիտենք, ելումը դիմենք։ Ջրային կոմիտեն պարզաբանում է տարածել, թե Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում համաճարակային իրավիճակ չկա։ Գյուղում կոյուղատար համակարգը ոչ այնքան բարվոք վիճակում է, պարբերաբար մաքրում են։ Մաքրելը քիչ է, պետք է խնդիրը հիմնովին լուծել, դժգոհում են Բալահովիտի բնակիչները։ Միջև դա հասնի առինջ։ Զարու Իսահակյան, Աշոտ Մնոյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։